Հայ սիրտը նվաճել է ֆրանսիական Voice-ը։ Աշխարհահռչակ երաժշտական նախագծում հաղթած Լևոն Կոզյանն է, որ ստիպեց Զազին ու ամբողջ ժյուրիին շրջվել իր տպավորիչ ձայնով, դուդուկի խորհրդավոր հնչյուններով։ Ես ուզում էի ներկայացրել իմ մշակույթը, ես ով եմ, ես ինչ եմ, այսինքն ես Ֆրանսիայում եմ ծնվել, մեծացել, հայ սիրտ ունեմ, հայկական սիրտ ունեմ, այս հայկական մշակույթը միշտ եղել է իմ մեջը։ Եզրափակիչ է ասել Լևոնն ու հաղթել ֆրանսիացի երկու հզոր ձայն ունեցող երգիչների հետ։ Բեմում կանգնել Լարա Ֆաբյանի կողքին։ Ազնավուրի Լա Բոհեմը նվագակցել դուդուկով և անվերջ սովորել Ֆլորան Պանիից։ Խելահեղ հաջողություններ, որ շատ հեռու էին թվում հայ տղային դեռ ամիսներ առաջ։ Չէի սպասում, ուղղակի որ առաջին ժյուրին արդեն դարձավ, մեջս ոնց որ, չգիտեմ, ոնց բացատրեմ, տարիներ որ աշխատում եմ, տարիներ որ փորձում եմ անեմ ու հասնեմ ես ամեն ինչին ու այդ օրը ես միշտ կհիշեմ։ Լևոնը երկու անգամ փորձել է մասնակցել ֆրանսիական Voice-ին, բայց դուրս է մնացել նախագծից դեռ բեմ չհասած։ Ես երկու անգամ չեմ կարողացել հասնեմ The Voice-ին 2016-ին, 2020-ին ու քանի անգամ ես Ֆրանսիայում ինձ պրոդյուսերներն են փագել, ասել են պիտի անենք այս պրոյեկտը կանենք, էսի կանենք, հետո ոչ մի բան չի եղել, հետո Պիտի աշխատես ու հավատաս քո աշխատանքին։ Անհավատալի է, բայց Ֆրանսիայի ձայնը դարձած Լևոնը 10 տարի առաջ է սկսել երգել։ Չնայած փոքրուց դուդուկ շվի է նվագել, սիրել հայկական պարը, Մարսելում մեծ ու փոքր խնջույքներին ուրախացրել հայ հյուրերին։ Մի օր երգիչ պիտի գար երգելու, հիվանդ էր չեկավ, ասին լավ հել մի երկու բան երգի, երգեցի, ինձ համար երգեցի, ժողովուրդն է սենց, չգիտեմ, մի բան եղավ այդ օրը, ասի ինչի չէ։ Ու երգեց։ Երաժիշտ եմ, ականջը ունեմ, նոտաները գիտեմ, սոլֆեջան գիտեմ, բայց չէի երգել։ Ու ընդեղից արդեն սկսեցի երգելը ու կամաց մենակով, սենց առանց դասի, առանց բանի երգում էի։ Հեղինակավոր երաժշտական նախագիծը նոր է ավարտվել, բայց հաղթական տրիոն արդեն աներևակայելի հաջողություններ ունի։ Շուտով Լոնդոնի ֆիլարմոնիկի հետ են համերգ տալու։ Նոյեմբերից պիտի Ֆրանսիայում մեծ եկեղեցիներում տուրնե անենք, տուր համերգներով ու հունվարից մինչև հուլիս Ֆլորան Պանիի հետ մեր ժյուրին երկենք համերգների հետ տուր անենք սենց Ֆրանսիայում 60 թե 70 համերգներ ունենք։ Ամաչում է, բայց իրեն ասել են, որ մի օր Ֆրանսիայի նոր Ազնավուրն է դառնալու։ Գաներ Մովսիսյան, Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։